Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր մեր հյուրը սպորտային հյուր է, այսօր մեր հյուրն է Կանզասար ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Աբրահամ Խաշմանյանը, ողջունում եմ ձեզ, պարոն Խաշմանյան։ Բարև ձեզ, պարոն Մարկարյան։ Շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը։ Դուք այն մարդն եք, ով ասում է այն արմատներից ճանաչում եք հայկական ֆուտբոլը, հա, եւ գիտեք մեր թերությունները, գիտեք հայկական ֆուտբոլի ամեն մի խնդիրը եւ առաջի հարցը, ինչու մենք տենց էլ չենք կարողանում առաջ շարժվել, ինչու մենք չենք կարողանում նորմալ ֆուտբոլ ունենալ։ Այն դեպքում, երբ որ գաճաճ անգամ պետությունները այս պահին առաջ են շարժվում, բարելավում են իրենց ֆուտբոլը, իսկ մեր մոտ միայն հետընթաց։ Խնդրեմ։ Գիտեք, շատ այսպես ասեմ, դիպուկ է եւ այդ հարցը կարելի է շատ ցավալի համարել, որովհետեւ դա իրականություն է, դրանից չենք կարող փախչել։ Ինչ վերաբերվում է, այո, ես ակունքներից հայկական ֆուտբոլում եմ, իմ ծնված օրվանից կարելի է ասել, սովետական միության տարիներից, հետո անցումային շրջան դեպի ազատ անկախ Հայաստան, ու արդեն երևի 30 տարի է, 31 տարի է, որ մենք գտնվում ենք, այսպես ասած, ոչ բարվոք վիճակում։ Ես ավելի դիպուկ խոսք ասեմ, ճգնաժամային վիճակում ֆուտբոլային պարագայում, ինչի չենք կարողանում բարելավել կամ ինչի չենք կարողանում առաջընթաց գրանցել, ես կարծում եմ առաջի հերթին դա կապված է հենց մեր մենտալիտետի հետ։ Այդքանը չի, շատ կարող ենք խոսել դրա մասին, փակագծերը կարող ենք բացել, բայց ես ասեցի հիմնական պատճառը դա է, ըստ էս։ Իսկ հենց նույն մարզիչները դրա մեջ մեղք չունեն, որ չեն կարողանում երեխա հասակից, հա, պատանիների մենտալիտետը փոխել, ճիշտ կրթություն տալ, հոգեբանությունը ճիշտ բացատրել։ Նայեք, պարոն Մարկարյան, ստեղ ավելի խորքային է, ավելի գլոբալ է ամեն ինչը։ Մենք միանգամից անցում ենք կատարում դեպի մարզիչներին, բայց մինչև մարզիչները մենք ունենք ահռելի խնդիրներ եւ ահռելի աշխատանքներ կատարելու, որը ամեն տարի ընդհանրապես խոսվում է եւ գլոբալ առումով ես ինքս չեմ տեսնում ոչ մի առաջընթաց։ Դրա համար մարզիչները դա այո շատ կարեւոր են ֆուտբոլի մեջ, բայց դա առաջնային չէ։ Առաջնայինը ես ասեմ ինչն է, օրինակ մենք այսօր նայեք խնդիրներ ունենք թե ակումբային մեր ֆուտբոլում, թե ակումբային առաջնությունում, թե ազգային հավաքականում տարիների վեր մենք միայն խոսում ենք, սիրում խոսքեր ասել, թող կոպիտ չհնչի, զբաղվում ենք դեմագոգիայով։ Իսկ եթե խոսենք ավելի լուրջ ու ավելի ուղիղ, որը ես միշտ ցանկանում եմ ու միշտ փորձում եմ ասել, մեր ամենամեծ ճգնաժամը դա ակումբային ֆուտբոլն է, որից բխում է բոլոր հետևանքները։ Եթե մենք չունենք ակումբային լավ մակարդակի ֆուտբոլ, լավ մակարդակի առաջնություն, մենք չենք կարող ունենալ ազգային հավաքական։ Եթե ուզում եք, ես ավելի կարող եմ բացել փակագծերը եւ ասել մեր խնդիրները ինչու են կայանում։ Իհարկե։ Խնդրեմ։ Նայեք, մենք այսօրվա դրությամբ ունենք այսպես ասած 10 ակումբ, որը խաղում է բարձրագույն խմբում, բայց դրանք չի կարելի համարել ակումբներ, որովհետեւ ակումբ հասկացողությունը դա շատ խորքային է։ Ակումբը կարող է լինել իոք ակումբ այն պարագայում, որ ասենք ունի ենթակառուցվածք, ունի մանկապատանեկան լավ ֆուտբոլ եւ լավ մակարդակի դրված համակարգ, որը աշխատում է մանկապատանեկան ֆուտբոլից մինչև պրոֆեսիոնալ թիմ։
Այստեղ արդեն եթե կա ակումբ, կա կայուն ֆինանսական դրություն, այստեղ արդեն մենք կարող ենք անդրադառնալ նաև ձեր սկզբնային ասացին, այսինքն որակյալ մասնագետներին, որակյալ մարզիչներին։ Բայց ըստ էությամբ նայեք, մենք այսօրվա դրությամբ ասացի, ունենք այսպես ասած 10 ակումբ կամ 10 թիմ բարձրագույն խմբում։ Միայն ես կնշեի, որ մենք ունենք իրականում 2 ակումբ, եթե ակումբի մասին է խոսքը իհարկե, ոչ թիմերի։ Չնայած բոլորը կոչվում են ակումբներ, որը որ ճիշտ ասած ինձ համար պարադոքս է։ Այսօրվա դրությամբ ունենք Նոա ֆուտբոլային ակումբ, որը բավականին լավ մակարդակի է, բավականին նոր պրոյեկտ է եւ բավականին մեծ ներդրումներ են կատարում ու ես համարում եմ, որ այդ ակումբը իհարկե ունի ապագա եւ ողջունում եմ այդ մարդկանց, որ նման գործունեություն են ծավալում հայկական ֆուտբոլում։ Երկրորդ ակումբը դա Ուրարտու ֆուտբոլային ակումբն է, որը ժամանակին կոչվում էր Բանանց, որտեղ ժամանակին ես աշխատել եմ նաև ակադեմիայի Բանանց ակումբի ակադեմիայի տնօրեն, որոշ ժամանակ 1 տարուց ավել, այսինքն շատ լավ ծանոթ եմ այդ ենթակառուցվածքներին, ճիշտ է հիմա փոխվեց անունը դարձավ Ուրարտու, շատ լավ ծանոթ եմ այդ ենթակառուցվածքներին, շատ հիանալի ենթակառուցվածքներ ունեն, դրա համար ես Ուրարտուն եմ համարում լավ ակումբ, որով բոլոր այդ ֆուտբոլային ինչ որ պահանջվում է, թե Նոան, թե Ուրարտուն ունեն։ Մենք ունենք եւս 1 ակումբ, ըստիս, բայց այդ ակումբը տարիների վերջ չունի թիմ։ Սա էլ հետաքրքիր հակասություն։ Դա Երևանի Արարատն է, ցավոք սրտի, որը մեզ շատ հարազատ անուն է, որտեղ մենք տարիներ շարունակ խաղացել ենք մեծ ֆուտբոլ, պրոֆեսիոնալ մակարդակի վրա։ Ես անձամբ խաղացել եմ սովետական միության տարիներին, 20-ի տարիներին։ Ունի լավ ենթակառուցվածքներ, Ձորախտուրի բազան կա, որը որ լավ ենթակառուցվածքներ է, բայց այնտեղ էլ ցավոք սրտի տարիներ շարունակ չունեն թիմ։ Դա ես գիտեմ ինչի հետ է կապված, դա իրենց ներքինն է, որը ցավալ է եւ ցավ է պատճառում ամբողջ հայկական ֆուտբոլային աշխարհին։ Մնացած բոլոր 7 այսպես կոչված ակումբները նրանք ակումբներ չեն, նրանք ուղղակի թիմեր են։ Չեն ուղղակի թիմեր, որտեղ չունեն ենթակառուցվածք, չունեն ենթակառուցվածքներ, չունեն այն համակարգը, որը որ կարելի է իմ ասած մանկապատանեկան ֆուտբոլից ճիշտ աշխատանքներ տանել, ձեր ասած լավ մասնագետներ ներգրավել եւ բերել միջև էլիտ պրոֆեսիոնալ թիմ։ Դրա համար մենք մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք տալի գնահատական եւ անունները այնպես ինչպես որ կա։ Անընդհատ խոսում ենք, բայց ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը։ Ես դες մի փոքր ներկայացրեցի ինչ է կատարվում մեր ակումբային ֆուտբոլում։ Իսկ եթե մենք չունենք նման ակումբներ եւ ենթակառուցվածքներ, մենք չենք կարող ունենալ նորմալ ազգային հավաքական։ Անընդհատ նայելով դեպի դուրս, անընդհատ նայելով դեպի Սփյուռք, ինչ ֆուտբոլիստ կարող է այնտեղ լինել, ներգրավենք ազգային հավաքական, բերենք եւ այլը, դա լավ պրոյեկտ է։ Ու ասեմ, որ առաջին մարդկանցից մեկը ես եմ եղել, որ այդ միտքը տվել եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, որ մենք պետք է մեր հայացքը նետենք դեպի Սփյուռք, պարբերաբար ներգրավելով բավականին լավ մակարդակի հայ ազգի խաղացողներ, որպեսզի մենք ունենանք ինչ որտեղ մրցունակ հավաքական, բայց դա չի կարող լինել երկարաժամկետ։ Դա կարող է լինել կարճաժամկետ։ Իսկ երկարաժամկետ կայուն հավաքական ունենալու համար ես նշեցի, թե ինչ գործոններ են մեզ անհրաժեշտ։ Պարոն Խաչմանյան, նայեք, ես այն բլոգերներից եմ, ով sense բուրըն կերպով քննադատել է ֆուտբոլի ֆեդերացիային, չնայած ես դիտելով եւ հետեւելով ձեր
հարցազրույցները դուք ամեն անգամ նշում եք, որ ֆուտբոլի ֆեդերացիան չի պատճառը մեր այս պատորվա, այ հենց ակումբային ֆուտբոլն է։ Իմ մոտ հարց առաջանում։ Հիմա ես չեմ կարող այդ 10 ակումբների դռները հատ-հատ տուկ-տուկ տամ, ասեմ, ինչու դուք վատ եք աշխատում, հա, ինչի լավ չեք աշխատում։ Այս ամեն ինչի կառավարողը արդյոք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չի կամ հենց ֆուտբոլի ֆեդերացիան ինքը չպետք է դնի այդ չափանիշները, որ դու ակումբ ջան, դու պետք է ունենաս մանկապատանեկան ֆուտբոլ։ Ձեր ասածով, որտեվ ես դիտել եմ ձեր վերջի թե նախավերջի հարցազրույցը, որ դուք ասում եք ակումբ կա, որ թղթի վրա ունի գրած, որ ինքը ունի մանկապատանեկան դպրոց, հա, ֆուտբոլի դպրոց, բայց իրականում ոչ մի բան չունի։ Հիմա այս ամեն ինչով պետք է վերահսկի։ Ես հասկացա ձեր հարցը, այդ հարցը բավականին շատ են հնչեցել, ես ձեզ ասեմ որպես ֆուտբոլային աշխարհի մերսի մարդ եւ որպես անկախ մարդ, որը որ ոչ մի կերպ կախում չունի ոչ ֆուտբոլի ֆեդերացիայից, ոչ ակումբներից, որպես պրոֆեսիոնալ մարդ, որը միշտ տեսնում է եւ ասում է այն ինչ որ կատարվում է, նայեք, հարգելի պարոն Մարկարյան, ուրեմն ֆուտբոլի ֆեդերացիան տալիս է ընդամենը ծրագիր եւ կան նորմալ ծրագրեր։ Ուղղակի այդ ծրագրերում ըստիս, եթե մենք ուզում ենք ավելի առաջընթաց ապրենք, ինչ որ կետեր պետք է փոխվի այսօրվա դրությամբ, որովհետեւ այդ կետերը, որը եղել է ժամանակի ընթացքում, այս 5-6 տարվա մեջ, այնքան էլ ըստիս, այդքան էլ հաջող չի գործում, այսինքն այդքան էլ էֆեկտիվ չի։ Եթե ցանկություն կունենաք, ես նաև կասեմ այդ կետերից մի քանիսը, որը որ կարող ավելի, ասենք, էֆեկտիվ լինել մեր ֆուտբոլի համար։ Իսկ ինչ վերաբերում է ակումբներին, նայեք, մեր խնդիրը կայանում է նրանում, որ ֆուտբոլի ֆեդերացիան, Վերին Ատյանը ֆուտբոլի չի կարող ստիպել ակումբին, որպեսզի ակումբը աշխատի ֆուտբոլի ֆեդերացիայի հրահանգով։ Քանի որ ակումբը ունի սեփականատեր, եւ սեփականատերը ունի իր ծրագրերը, այսպես ասած, եւ իր որոշումները։ Այսօր դա էլ է մեծ խնդիր մեզ համար, ու քանի որ ակումբներ ունեն ընդամենը մեկ սեփականատեր, սա շատ մեծ խնդիր է առաջացնում մեր ֆուտբոլում։ Մենք լավ գիտենք, որ նորմալ երկրներում ակումբներում լինում են այսպես ասած կոչվում են ոնց հնչեցնեմ ռուսերեն տերմինոլոգիայով սավետ դիրեկտորով, այսինքն մի քանի սեփականատեր են լինում ակումբում, ճիշտ է, միգուցե մեկը լինի, որ ունենա պակետի 50%-ը, բաժնետոմսերով է։ Այո, բաժնետերեր են լինում ցանկացած նորմալ ֆուտբոլային երկրներում։ Մեզ մոտ մեկ հոգի է ակումբի ղեկավարը։ Ես նշել եմ, որ դա շատ մեծ խնդիր է ու գիտեք ինչ է կատարվում, այսինքն այստեղ նույն ակումբի ղեկավարը կարող է մանիպուլյացիա անի նույն ֆուտբոլի ֆեդերացիային։ Եվ ես շատ եմ տեսել եւ հնչեցրել են, ինքս լսել եմ, տեսել եմ, ճիշտ է, ձեզ հիմա ակումբների անուն չեմ տա եւ սեփականատերերի անուններ չեմ տա, ասել եմ, որ մի հատ էլ մեզ հետ սենց անեն կամ մի քիչ չղայնացնեն ակումբը փակենք կամ դուրս կգանք, հասկանում եք, սա մանիպուլյացիա է, որը որ այստեղ ինչ կարող է անել ֆուտբոլի ֆեդերացիան գնում է ինչ որ զիջումների, մի փոքր զիջումների, որպեսզի կարողանա գոնե պահպանել նաև այս ակումբները, որը մենք ունենք։ Ցավոք սրտի վատ դրությամբ, ասենք ասեմ։ Բայց վերջը պետք է ստիպի ասի, եթե դուք ուզում եք հանդես գալ Հայաստանի առաջնությունում բարձրագույն խմբում, դուք պետք է ունենաք այդ մանկապատանեկան ֆուտբոլը, հա, դպրոցը էլի նկատի ունեմ։ Ոնց կարող է թղթի վրա գրած լինի, բայց դուք իրականում չունենաք, մի հատ էլ ասեք, գիտեք ինչ կա, եթե մեզի նեղացնեք, մենք գնացեք, մեկը ցեզնից օգուտ չկա։ Նայեք, այստեղ մի հատ մեծ խնդիր կա, պարոն Մարկարյան, նայեք, թղթի վրա ես որ ասում եմ, ես մի քիչ ավելի խոսում եմ, որ շատ բացասական վատ վիճակում են գտնվում, այսինքն կարող եմ 3-4 հատ մանկապատանեկան թիմ պահեմ, բայց հիմնականը թղթի վրա գրած են, այսինքն 12 թիմ պետք է լինի, տարբեր տարիքայիններով, պահեն 4 թիմ կամ թիմ մնացածը թղթի վրա գրած լինի, որովհետև դա այլապես թույլ չի տա, որ այդ ակումբը մասնակցի բարձրագույն լիգայի առաջնությանը։
Դրա համար նորից եմ ասում, ստիպված հիմա ֆեդերացիան չի կարող այսօրվա դրությամբ ասենք 3 թիմի ասի, օքեյ, գնացեք, դուք պետք չեք, առանց ձեզ էլ մենք կարող ենք առաջնություն հասկացնել, որովհետև ամենաքիչ թիվը, որը թույլատրվում է մասնակցության համար, դա 8 թիմ պետք է լինի այսօրվա դրությամբ։ Հիմա եթե մենք ունենք 10 թիմ, 3 թիմին ասենք գնա, դու չես կարողանում թիմ պահել, այսինքն մեզ ընդհանրապես թույլ չեն տա, որ մենք ունենանք բարձրագույն լիգայի առաջնություն։ Այդ 8 թիմը միջազգային օրենք է, թե Հայաստանի մեջ է միայն գործում։ Չէ, միջազգային է, Հայաստանի չի։ Դրա համար նայեք, այսօր մենք ունենք ակումբներ, ցավոք սրտի, որոնք ամիսներ կարող են աշխատավարձ չվճարել։ Ամիսներ, ոչ թե օրեր, ամիսներ։ 4 ամիսը մեկ, 3 ամիսը մեկ, ես հենց այսօր կա այդ ակումբները, ես լավ գիտեմ, ճիշտ է, չեմ հնչեցնի անունները, սա պարզապես հայտարարություն է։ Նման ձևով, նման մոտեցումներով, նման ակումբ պահելով մենք երբևիցե չենք կարող ունենալ նորմալ ֆուտբոլ։ Իսկ ինչ վերաբերվում նայեք, պարոն Մարգարյան, որ դուք ասում եք ֆեդերացիան չի կարող ստիպել, ֆեդերացիան չի կարող ստիպել, ֆեդերացիան ունի իր գործունեությունը, այսինքն այն սահմանները, որի մեջ նա մնում է, դրանից դուրս ինքը չի կարող գալ։ Այստեղ ակումբների արդեն խնդիրն է, ակումբները պետք է կողմնորոշվեն ինչ ձև պահեն այդ թիմը, այդ ակումբը։ Հիմա ես նշեցի, որ մի 2-3 ակումբ կարող են լավ մակարդակի վրա պահել, որտեղ ունեն նորմալ ֆինանսներ, կայուն ֆինանսներ, մնացածն էլ պահում են ինչպես ուզում են, ինչպես իրենց ձեռնտու է։ Կարող է ստիպել ակումբներին, ոչ թե ակումբներին, այլ ինչ որ անհատների պետությունը։ Ես կարող եմ ասել ինչպես, օրինակ, մենք կարող ենք բարելավել մի քիչ մեր։ Հիմա դուք դա կասեք, բայց ես սենց չստացի, որ հատուկ քննադատում են ֆուտբոլի ֆեդերացիային, բայց հանուն արդարության պետք է նշեմ, հա, ֆուտբոլի ֆեդերացիան ոնց է գալի իշխանության, ավելի ճիշտ ծրագիր է, չէ, ներկայացնում, հետո այդ ծրագրի համապատասխան ընտրություն է լինում հենց ակումբների մասնակցությամբ, եւ եթե չեմ սխալվում, լրագրողներն են մասնակցում, բայց դե հաստատ չեմ հիշում, բայց կապ չունի, բայց եթե ծրագիր կա ներկայացրած եւ այդ ծրագրի որևիցե մի կետ չի իրականացվել, հա, կյանքի չի կոչվել, արդյոք նորմալ է, որ այդ ֆեդերացիան, հա, այդ ֆեդերացիայի իշխանությունը շարունակի գլխավորել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ոչ մի կետ իրոք չի իրականացվել, ազգային մարտադաշ չունենք, Հայաստանի հավաքականը պետք է դուրս գար կամ Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն միջև 25 թիվը չի ստացվել, դա կատարյալ ստեր են եղել, որ ներկայացվել են, դուք շատ լավ ըզնից էլ ավելի լավ գիտեք, ու ոչ մի կետը չի իրականացվել։ Ես անգամ ունեմ տեսանյութ, որտեղ որ իրանց հղումով ասում են, գիտեք ինչ կա, մենք մեղավոր չենք, որտեղ սկսավ Արցախյան պատերազմը, միջև այդ կորոնավիրուս, հետո Արցախյան պատերազմը, հետո Ուկրաինայի պատերազմը, հարգելիներս, հիմի Ուկրաինայի հավաքականին, որ բերեմ, մեզի կպարծնի դաշտի մեջ։ Դա ինչ արդանանալու բան է, էլի, ես այդ նկատի ունեմ։ Պետք է հասկանալ մեզ, ֆուտբոլասերներից, ճիշտ է, մենք մասնագետ չենք, բայց հիմար էլ չենք։ Խնդրեմ։ Ձեր հարցը, պարոն Մարգարյան, մի հատ խնդրեմ կարճ ձևակերպեք, որ ես կարողանամ պատասխանել։ Որ այս մարդիկ իրանք չեն կատարել այն ծրագրով, որ եկել են, բայց հիմա էլ մերժում են հրաժարական տալ։ Okay։ Նայեք, ուրեմն ես միշտ ասել եմ, որ մեր հանրությունը ցավոք սրտի չի սիրում լսել դառը իրականություն։ Մեր հանրությունը սիրում է լսել ինչ-որ քաղցր խոստումներ, որին ես շատ դեմ եմ եւ միշտ ասում եմ, ներկայացրեք մարդկանց ֆուտբոլային աշխարհին այն, ինչ որ կա, ինչ որ մենք ունենք։ Պետք չէ ֆուտբոլային աշխարհին քաղցր ինչ որ ասենք ճարեր ասել կամ քաղցր կենացներ ասել եւ խոստումներ տալ։ Ինչի համար եմ դա ասում, որովհետեւ ես ինքս պրոֆեսիոնալ մարդ եմ ֆուտբոլային աշխարհի, ֆուտբոլի իմ աշխարհն է, որովհետև ես ռեալ գիտեմ մեր հնարավորության սահմանները, բայց հանրությունը չգիտի մեր հնարավորության սահմանները, ֆուտբոլային աշխարհը, մեր աշխարհը, մեր երկիրը, մեր ազգը, մեր ազգի ժողովուրդը, իրանք ապրում են ինչ-որ ռոմանտիզմով, իրանք ապրում են
ինչ որ քաղցր երազներով, բայց մենք պետք է խոսենք այն ինչ որ կա։ Ճիշտ ասած ես չեմ հիշում երբևիցե 30 տարվա մեջ մեզ մոտ ընդհանրապես չի ելել ոչինչ որ մենք հայտնվենք Եվրոպայի ասենք էլիտ փուլում կամ ինչ որ աշխարհի առաջնության ինչ որ էլիտ փուլում, այսինքն մասնակցենք աշխարհի առաջնությանը կամ Եվրոպայի առաջնությանը, ու ես չեմ կարծում որ մոտակա տարիները դա մեզ մոտ ստացվի։ Կա ֆուտբոլում բախտի գործոն, որը միգուցե կարող է խաղալ, բայց դա կազմում է ընդհանրապես իմ հասկացողությամբ կազմում է ընդհանրապես 1%։ Մնացածը բախտի գործոնի հետ կապ չունի։ Դա պրոֆեսիոնալ գործընթաց է։ Հասկանում եք, բայց նորից եմ ասում, մեր ազգը մի քիչ սիրում է ինչ որ ասել, մենք շատ ուժեղ ենք, մենք սովորաբար մենք կներեք իմ արտահայտության համար, բայց մենք գրեթե ոչինչ չունենք։ Ու ես միշտ զուգահեռներ եմ բերում, ասում եմ, եթե դուք ուզում եք հասկանալ մեր ներուժը, վերցրեք մեր խաղացողներին, նայեք իրանք որտեղ են խաղում, որ առաջնությունում են խաղում հիմնականը, ինչ մակարդակի վրա, եւ վերցրեք, ասենք, մրցակցին, նայեք, ինչ մակարդակի վրա է խաղում մրցակցի խաղացողները, որ առաջնությունում են խաղում։ La Liga, Premier Liga, Bundesliga, մենք խաղում ենք հիմնականը Հայաստանի առաջնությունում, որը ես ձեր նշեցի, որը մի քիչ առաջ նշեցի ձեզ, մենք ինչ մակարդակի վրա ենք գտնվում։ Պարոն Խաշմանյան, դա նոր չի։ Մի հատ քանի որ դուք ձեր մասնագիտությամբ հենց տրեյներ եք, հա, հենց մարզիչ եք, ավելի շատ, քան թե մենեջեր, եթե ես չեմ սխալվում։ Ես կողից նայելով մանկապատանեկան ֆուտբոլիստներին, չնայած որ դուք ասում եք վատ վիճակում է, դա մեղմ ասած, որտեղ ես նկատում եմ, որ գնդակ մշակելու հետ կա խնդիր։ Հա, գնդակ են տալի, ինքը արագ մի քիչ գնդակը ուժեղ եկավ, իրանք չեն կարողանում սովորական կանգնացնել գնդակը, ճիշտ այդ հեռավորություն կա, չէ, որ ոտքով դիպում են, չեն կարողանում մշակել գնդակը։ Սա չի նշանակում, որ այն մարզիչները, հա, ովքեր որ մարզել են այդ երեխաներին, բացարձակապես չեն տիրապետում ֆուտբոլին։ Կամ մի հատ խնդիր էլ ձեզ նշեմ, որ իմ մոտ շատ է տպավորվում, որտեղ ես որ մանավանդ ես մի հատ ֆուտբոլի ակադեմիայի կողքն եմ ապրում։ Ասենց ասեմ, որ հասկանաք, որ անընդհատ աշկիտակով դիտում եմ ոնց են պարապում այդ երեխաները եւ դա շատ հայտնի ակումբ է այստեղ։ Հիմա ես դիտելով, հա, ասենց ինտերնետով մարզիչը անընդհատ բղավում է։ Սարա, նարա, հետ գնա, առաջ գնա, այսինքն այնպես տպավորություն է, որ չի թողում այդ երեխու միտքը զարգանա, մտի դու խաղատեղը, եթե պետք է այդքան բղավես խաղի ընթացքում երեխու վրա, հա, այսինքն դա մարզում չի, դա խաղ է, մարզումը մի բան է, խաղը ուրիշ բան է, այսինքն սա ցույց է տալի, որ այս մարզիչը անգամ չի թողում, որ երեխու միտքը զարգանա, որ ինքը որոշում կայացնի խաղի ընթացքում, չէ որ ֆուտբոլը խելացի խաղ է, միայն դրիբլինգը չի, միայն գնդակի հետ վարվելը չի, նա պետք է արագ որոշում կայացնի, թե այդ գնդակը ում փոխանցում կատարի կամ առաջագնում, հետայեցում, չի թողում երեխու միտքը զարգանա։ Այս խնդրը ինչ ասածս էլի մի քիչ կարճ ձևակերպեմ, որ այդ որ մարզիչներ են բերում Հայաստան, միլիոնավոր գումարներ են տալի, որը որ վերջում արդյունք չի տալի։ Չի կարելի արդյոք մեր մարզիչներին ուղարկել ինչ-որ միտեղ, որ սովորեն։ Հասկանում եք, չէ՞ հասկացա։ Դուք այդ ակադեմիան որ ասացիք, պարոն Մարկարյան, ապրում եք Հայաստանի մասն եք խոսում, Հայաստանի կողքն ինչ որ։ Չէ, այնտեղ որտեղ ես Արգենտինայում եմ ապրում եւ մի հատ մեծ ֆուտբոլային ակումբի մոտիկ եմ ապրում, որտեղ որ ես հետևում եմ մեկ-մեկ, հա, ասենց երեխեքը ոնց են։ Հայ մասնագետներին թե արգենտինացի մասնագետներին կներեք։ Ես որ բղավում են հայ մասնագետների մասին է խոսքը։ Համեմատություն եմ անում, այստեղ ինձ զսպված, երբ են բղավում, խաղի ընթացքում չեն բղավում երեխեքի վրա, իսկ հայ մասնագետները բղավում են երեխեքի վրա, չեն թողում միտքը զարգանա։ Կա տենց բան, բայց ասեմ որ հայ մասնագետներն էլ են տարբերաբար գնում։ Հիմա չգիտեմ գնում են թե չէ, բայց իմ ժամանակ օրինակ մենք շատ էինք գնում տարբեր լավագույն երկրների ակադեմիաներում պրո դասընթացների ժամանակ, որտեղ իմ սերունդը առաջի պրո մարզիչները տվեց, մի 10 հոգու եթե չեմ սխալվում, Հայաստանի,
մենք շատ տեղեր ենք եղել Ռեալ Մադրիդ, Չելսի, Բարսելոնա, Բունդեսլիգայի բավականին ակումբներ, Բորուսիա, Բայեր Լիվերկուզեն, ամբողջովին ես ինքս ամբողջ աշխարհով այստեղ հարցը դրանում չի ուր են գնում ինչ են անում։ Այո, ես դեռ համաձայն եմ ու անընդհատ ես դրա մասին խոսում եմ ու մենք հիմա խոսում ենք մարզիչներից, բայց ես միշտ խոսում եմ, որ այդ մեթոդիկան ինչ որ դուք նշում եք, այդ մոտեցումները, այդ մարզումային process-ը առաջնահերթ են եւ շատ կարեւոր։ Այստեղ ամենակարևորը այդ մարզիչը չի, որ բղավում է եւ այլ։ Այստեղ ամենակարևորը այդ ակադեմիայի կամ այդ դպրոցի սպորտային տնօրենն է կամ տնօրենն է, որտեղ ամենակարևորը դա վերևի ատյանն է լինում։ Եթե նա կոմպետենտ է եւ պրոֆեսիոնալ է եւ բավականին լավ մասնագետ է ու համակարգը գործում է, դրված է այդ համակարգը եւ ամբողջովին վերահսկվում է, այդ մարզիչները չեն կարող իրենց այդպես դրսևորել եւ այդպես պահել։ Այ մեր խնդիրը կայանում է դրանում, որ իմ ասած 90% հենց այդ դպրոցներում եւ այլ դպրոցներ կոչենք, բայց դպրոցներ չեմ համարում, որտեղ ես ձեզ ասացի մեր խնդիրները նորմալ վերահսկում չկա, այսինքն պրոֆեսիոնալ մարդկանց պակասը կա, բացակայում են։ Եթե պրոֆեսիոնալ մարդ լինի եւ երկաթյա կարգապահություն դրվի եւ հստակ այդ համակարգը աշխատի, մենք նման խնդիրներ չենք ունենա։ Այսինքն չի գործի ընկերական մտածելակերպը, չի գործի բարեկամ, խավոր, սանի, կախպեր, այդ մոտեցումները, որը ես ընդհանուր դեմ եմ ու միշտ խնդիրների առաջ եմ կանգնել դրա համար։ Ես դրա համար եմ ասում, հարցը նրանում չի, որ ուր են գնում մեր մարզիչները կամ ով է գալիս, նրանք գալիս են, գնում են։ Մեր մարզիչներն են գնում, սովորում են, գալիս են։ Հարցը կայանում է մեր մեջ։ Վերջը մենք պետք է հասկանանք մեր գործընթացում, մեր անելիքը, թե պետք է անընդհատ վիզները ծռենք դուրս, սպասենք ով է գալու մեզ ղեկավարի։ Այս է էլ մենտալիտետի հետ կապված պարոն Մարկարյան, ես միշտ նշել եմ, այդ մտածելակերպը պետք է վերանա։ Մենք պետք է կարողանանք, այսօր մենք դրա համար է մեր ֆուտբոլը այդ օրը գտնվում։ Եվ կներեք, ես պոլիտիկայից մի քիչ հեռու մարդ եմ, բայց կարծում եմ ամբողջովին մեր մենտալիտետը դրանում է, հենց խնդիրը։ Եկուս ֆուտբոլից դուրս, մենք միշտ մտածել ենք, ով պետք է գա մեզ ղեկավարի, որտեղ պետք է լինենք մենք եւ այլ։ Դա իմ կարծիքն է, միգուցե ես սխալվում եմ, բայց ես ունեմ իմ կարծիքը։ Խնդիրը դրանում է կայանում։ Հիմա այսօրվա դրությամբ էլ 30 տարվա մեջ բազմաթիվ մասնագետներ են եկել, մեզ ծրագրեր են բերել, 1 տարի հետո կներեք դիպլոմատը բավականին շատ գումարներով վերցրել գնացել են, մենք մնացել ենք էլի կոտրած տաշտակի առջև։ Ես էլ ասում եմ ինչի համար։ Մենք ունենք լավ մասնագետներ, լավ մարզիչներ, որ ոչ մեկին չի զիջում դրսի մասնագետներին եւ մարզիչներին։ Մենք ժամանակին առաջարկել ենք ծրագիր, մեզ ոչ մեկ չի լսել։ Դե եթե մենք մեզի չենք հարգում, մենք մեզ չենք ընդունում, ապա սենց էլ միգուցե կարող է շարունակվել։ Պարոն Խաչատրյան, փոքր պատասխանեցի ձեր հարցին։ Այո, մենք հեսա գանք լուծումներին, բայց միջև լուծումներին անցնել դուք այսօր արդեն ասացիք, որ պետք է նայել, հա, հավաքականի ֆուտբոլիստները որտեղ են խաղում, Հայաստանի հավաքականի, հետո մրցակցինը, տեսեք որտեղ է խաղում, նոր համեմատություն արեք։ Խաղամակարդակի մասին։ Այո, հիմա այդ նույն խաղամակարդակի որակի համար պետք է նայենք անգամ տվյալ ակումբի կամ երկրների, հա, մարզիչները որտեղ են մարզում կամ ինչ պատմություն ունեն, որ ակումբներում են մարզել եւ մեր մոտի եւ նայելով եվրոպական ֆուտբոլին, քանի որ ամենա բարձր որակին այսօր գտնվում է հենց եվրոպական ֆուտբոլը, ակումբային ֆուտբոլի մասին է խոսքը, իհարկե ոչ մի հայ մասնագետ չունենք։ Նայեք, մենք չունենք, իհարկե չենք ունենա։ Որտեղ մեր ֆուտբոլը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա։ Իսկ ով պետք է դրսից նայի, ինչի հաշվին պետք է նայեն մեզ ու մեզ հրավիրեն ինչ որտեղ աշխատելու։ Մեր մաքսիմում մեզ հրավիրել են, ինձ են երկու անգամ հրավիրել են, գնացել են բանակցություններ եմ արել, գործընթացը եղել է, ինչ որ հարցեր է ծագել եւ ֆինանսական եւ օգնականների հարցում, որ թույլ են տվել ընդամենը մեկ օգնական, ես ինքս հրաժարվել եմ, չեմ ընդունել այդ ակումբը, բայց այդ ակումբը եղել է ընդամենը Ղազախստան։ Բայց հիմա դա էլ չկա։
Էլ Ղազախստանից էլ մենք հրավերներ չենք ստանում։ Ես դրա պատասխանը տվել եմ մի քանի անգամ ու ձեզ էլ հաղորդման սկզբին մեր զրույցի սկզբին ասացի, որ մենք գտնվում ենք շատ ցածր մակարդակի վրա, պարոն Մարկար։ Եթե դու քո ռեյտինգը շատ ցածր է եւ դու ոչ մի բան քեզանից չես ներկայացնում, կներեք, այդ դրսից ով պետք է քեզ նայի եւ հրավիրի ինչ-որ մի տեղ։ Նայեք ձեզ մի հատ ալտերնատիվա ասեմ, հակառակ օրինակը Սա ամբողջ աշխարհը հրավիրում է իսպանացի մասնագետներ, բրազիլացի մասնագետներ։ Ու գիտեք, հրավիրում են, այո, իսպանացիները լավ դպրոցում են, արժեքանում։ Լավ դպրոցում են, բրազիլացիները ինչ ունեն, բայց Բրազիլիան, այսպես ասած, աշխարհի լավագույն ֆուտբոլային երկրներից մեկն է։ Օրինակ ասեցի, ինչ-որ արգենտինացիներ ու գալիս են բավականին ցածր մակարդակի մասնագետներ, որը շատ զիջում են մեր մասնագետներին, հայ լավ մասնագետների մասնագետներ, կներեք, որտեղ մենք ունենք լավ մասնագետներ, բայց դրանք շատ քիչ են։ Ես դեռ ասում եմ ինչ որ կա։ Շատ զիջում են այդ օտար երկրացի մասնագետները մեր հայ մասնագետներին, բայց կա մի հատ բայց։ Իսպանիա, Բրազիլիա, այսինքն ասեն աշխարհի լավագույն ֆուտբոլային երկրներից են, որը չեն էլ նայում իրանց կվալիֆիկացիան բավարարում է, թե չի բավարարում։ Օրինակ ես վերլուծություն եմ արել, ինչքան օտար երկրացի մասնագետ է եկել ու ինչքան ակումբային մեր ակումբների թիմը գլխավորել, ու ասենք թեկուզ իմ պարագայով կամ իմ կոլեգայի պարագայով մեր հաշիվները եղել է 80% հաղթանակ ստեղ, 20% իրանցը մեր դեմի խաղերը, 70% մեր հաղթանակը, 30% իրանցը։ Դա էլ ապացուցում, որ մենք ունենք լավ մասնագետներ։ Իսկ այդ գալացողները Հայաստանի մասին է խոսքը։ Նրանք ավելի շատ կապված է իրենց գործակալների աշխատանքի հետ, ինչ որ ռեկլամների հետ, հասկանում եք։ Դրաբար ասել, որ դրս եկած մասնագետները ինչ որ ինչ գերազանցում են, տենց չի։ Այդ պատասխանները, որ ինչի մենք չենք գնում դուրս, որովհետև մեր ֆուտբոլային մակարդակը այսօր շատ ցածր մակարդակի վրա է։ Պարոն Խաշմանյան, մենք եթերից առաջ իրար հետ անձնական զրույցում պրեստիժի մասին զրուցեցինք, չէ, Հայաստանի։ Այդ ձեր ասածը հենց այդ նույն պրեստիժն է, որ իրանք չեն նայում իրանց պետք է թե պետք չի։ Այ նայում են թե պրեստիժ է, թե պրեստիժ չի։ Մի եթե Բրազիլիայից կամ Արգենտինայից մասնագետ են տանում, իրանք չեն նայում, այս մասնագետը արդյոք համապատասխանում է։ Ոչ, իրանք ասում են պրեստիժ է։ Աշխարհի չեմպիոն են, արգենտինացիան։ Միանշանակ ձեր հետ համաձայն եմ։ Միանշանակ համաձայն եմ ձեր հետ։ Դրա համար մենք դուրս գնալու համար դեռ տարիներ է պետք որ ինչ-որ մի բան ասենք Եվրոպային կամ ինչ-որ բանին, թեկուզ մի փոքր բան։ Հետո բացի դա մի բան ասելը փոքր է, շատ կարևոր է համագործակցությունը, այսպես ասած, ֆուտբոլային գործակալների հետ, որ ինչ-որ մարդիկ լինեն, որ կարողանան ճանապարհ բացեն, ինչ-որ ռեկլամի հետ կապված, ինչ-որ մեկը մեկին պետք է կանաչ ճանապարհ բացի, ցավոք սրտի մեր մենտալիտետի հետ կապված, մեկս մեկին մենք նման քայլեր շատ դժվար ենք անում, մենք Սերբիա չենք, մենք սերբերի նման մտածելակերպ չունենք, ցավոք սրտի, Իսրայելի եվրեների նման մտածելակերպ չունենք, մենք շատ ծայրահեղությունից ծայրահեղություն ենք։ Բայց եթե ցանկություն ունեք, օրինակ ես կարող եմ ասել, մենք ինչպես կարող ենք մեր ֆուտբոլը մի փոքր ակումբային ֆուտբոլը ավելի լավ մակարդակի վրա դնել, ոնց եմ պատկերացնում ես ու կարծում եմ, որ դա 90% աշխատող է, կարող ենք ավելի լավ ակումբային ֆուտբոլ ունենալ։ Խնդրեմ, լուծումները, բայց կոնկրետ աշխատող լուծումները։ Ես կոնկրետ եմ ասում, ես երբեք չեմ խոսում կամ ասենք կստացվի, չի ստացվի, վստահ եմ 90% որ կստացվի։ Դայք առաջի հերթին թեկուզ այս 10 ակումբին կամ թիմին, ոնց ուզում ենք ասենք, կամ ասենք վաղը կլինենք 12 կամ 16, պետական աջակցություն է պետք։ Այսինքն, ինչ է սա նշանակում, սա նշանակում է ամեն տարի պետությունը սիմվոլիկ հստակ գումար պետք է բոլոր թիմերին հավասար, կապ չունի։ Մի թիմի հովանավորը դնում է
5 միլիոն դոլար, թե մի թիմի, ասենք, բյուջեն կազմում է $200,000 տարեկան։ Բոլոր թիմերին պետք է հավասար աջակցություն պետությունը։ Այսինքն տարեկան գոնե ակումբի հաշվին դրվի $200,000 գումար։ Տարեկան, դա շատ փոքր գումար է թիմերի համար։ Փոքր գումար։ Սիմվոլիկ գումար եմ ես խոսում, դա մինիմումն եմ ասում։ Դա սկզբնական ու վերահսկում պետք է մարդ լինի, որ վերահսկում անի, այս 200,000-ը, ոսկե օրինակ մենք կարող ենք ասել 5 միլիոն, 500,000։ Այս գումարը ինչի համար է ծախսվել հանուն ֆուտբոլի զարգացման, հանուն մեր միասին որ խոսում ենք մանկապատանեկան թիմերի զարգացման, ստեղ արդեն մի փոքր մոտիվացիա կունենան, մի փոքր շարժառիթ կունենան այդ նույն սեփականատերը, նույն, ասենք, ակումբը հստակ կիմանա, որ նա ունի բանկում իր հաշվին $200,000 գումար։ Հասկանում եք, սա փոքր միջամտություն է, բայց սա կարող է կայունություն բերել։ Մենք շատ ակումբներ, որ սրա բացակայության պատճառով այդ ակումբները լուծարվել են։ Սա որ լինի, վստահ ասում եմ, սա փոքր բան եմ ասում, բայց շատ մեծ մոտիվացիա կլինի։ Դա մեկ, բայց գումարը մենք խոսացինք սիմվոլիկ։ Սա համաձայնում եմ 200,000-ը շատ քիչ գումար է, ես մինիմումն եմ ասում։ Մենք կարող ենք, եթե կդնի 500,000 պետությունը, դա հիանալի կլինի։ Անպայման վերահսկումով։ Դեպի հանուն ֆուտբոլի ու ամբողջովին պետքա վերլուծություն տրվի, ասենք այդ մեկ մրցաշրջանից հետո, մեկ տարուց հետո, այս 500,000-ը ակումբի ինչի վրա ծախսել։ Միանշանակ պետքա ծախսվի ֆուտբոլի զարգացման վրա։ Սա մեկ։ Երկրորդը, մեր ասածի նման նայեք, օրինակ, ո՞նց եք կարծում, պարոն Մարգարյան, այսօր մենք Հայաստանի առաջնություն չունենք։ Մենք ունենք Երևանի առաջնություն։ Մի հատ մարզի թիմ ունենք, ես մի հատ եմ համարում, դա իմ թիմն է այսօրվա, Գանձասարն է, Կապանի, որը խաղում է Երևանում, որով մարզադաշտը չի համապատասխանում ոչ մի ստանդարտներին, որպեսզի կարողանան խաղալ Կապանում։ Կներեք, իսկ Գյումրին Դե Գյումրին, գիտեք ինչի չեմ համարում մարզի թիմ, որտեղ Գյումրին դա Երևանին կպած է։ Ես խոսացի ավելի դե բնական է, Գյումրին է, իհարկե։ Բայց նայեք, մենք ունենք բավականին շատ մարզեր, որտեղ պարտադիր է ունենալ ֆուտբոլ, եթե մենք ուզում ենք ֆուտբոլ զարգանա մեր։ Օրինակ հենց լավ, ամենամոտիկը վերցնենք, թեկուզ Երևանին ավելի կպած Աբովյանը, որը միշտ ունեցել է Կոտայք։ Աբովյանի Կոտայք ֆուտբոլային թիմը եղել է միշտ, այդ սովետական միությունից մինչև Հայաստանի առաջնությունը։ Մենք պետք է ունենանք նաև Վանաձորում նորին, պարտադիր։ Մենք պետք է ունենանք Արարատում, մենք պետք է ունենանք Արտաշատում, այդ բոլոր մարզերում մենք պետք է ունենանք ֆուտբոլային ակումբներ, թիմեր, եթե ուզում ենք զարգացում ապրենք։ Այլապես մենք ընդամենը խոսում ենք, եկանք նորից իմ ասած սիրուն խոսքերի, ու մենք ունենք Երևանի առաջնություն, ուրիշ ոչինչ։ Ինչպես պետք է արվի դա եւ այդ ճանապարհը ինչպես պետք է գնալ ու ինչպես կառուցել, ընդամենը մեկ ձև կա։ Թողներն ինձ մեր Հայաստանի եւ մարզերի մեծահարուստ մարդիկ, բայց իրենք պետք է ներդրումներ անեն, եկուս պարտադրված։ Իսկ սա ով պետք է անի, սա պետք է անի մեր պետությունը։ Որտեղ սրա փորձը կա, որ արել են եւ պարտադրում են, որպեսզի, ասենք, մենք ունենք շատ հարուստ մարդիկ մեր երկրում, որ թիմ պահելը, ակումբ պահելը նրանց համար, պարոն Մարգարյան, ջուր խմելու խնդիր է։ Բայց ես գիտեք ինչ եմ ուզում ասել, մենք Հայաստանում այսօր մարզադաշտ չունենք, մի հատ ունենք հանրապետական, հրազդանը չգիտեմ, սաղա, սաղ չի, մի օր թույլ են տալի, մի օր թույլ չեն տալի, էդ էլ տենց։ Մարզերի մասին ընդհանրապես խոսք չկա, մենք
պետքա ստադիոն ունենանք ժողովրդական լեզվով ասած ամեն թիմ իր ստադիոնը, որը որ դուք հաղորդման սկզբում նշեցիք, որ պետքա ենթակառուցվածքներ ունենան։ Ես ներողություն եմ խնդրում, մեր կապը ընդհատվեց, հիմա վերականգնվեց։ Ես ինչ էի ուզում ասել, չգիտեմ, պարոն Խաշմանյանը միջև որտեղ ինձ լսեց, ուզում էի ասեի, որ ամեն մի մարզադաշտը, որ ստեղծվի ամեն ակումբի համար, դա ահռելի ծախսեր են, մոտա մի մարզադաշտը մոտավորապես նորմալ մարզադաշտի մասին է խոսքը 60 միլիոն դոլարի պատմություն է։ Դա քիչ փող չի, դա ես խոսում եմ այնպիսի մարզադաշտ, որ ժողովուրդը գան, նստեն, կարողանան նայեն։ Իսկ դա շատ կարևոր է, միայն այդ խոտածածկը չի, որտեղ վերջը ֆուտբոլը բիզնես է, եւ վաղը մյուսօր, երբ որ ֆուտբոլը մեր մոտ, հա, մի քիչ զարգանա, պետք է բիզնես դառնա, պետք է մարդիկ գան, ֆուտբոլ դիտեն, տոմս առնեն, բացի դրանից պետք է լինեն ակումբի անդամ, այդ ֆուտբոլի տեղը պետք է ունենա խիմնասիայի տեղեր, հայերեն չգիտեմ ոնց են ասում, սպորտային տեղեր, որտեղ մարդիկ գնում են, պարապում են, լողանում են, ամսական վճար են դրա համար տալի, հա, իրանց մայկաներն են ծախսում։ Այդ է պետք է լինի մեր ֆուտբոլը, որ զարգանա, եթե գումար չկա, եթե պետք է նստենք սպասենք, որ կառավարությունը $250,000 ընդամենը փող տա կամ $500,000 փող տա, մենք էլի նույն տեղն ենք մնալու։ Չէ, նայեք, ես ձեզ հասկացա, դուք միանգամից շատ գլոբալ եք վերցնում, ու միանգամից ուզում ենք, որ մենք չենք կարող տենց լինենք, գոնե նախնական, գոնե սկզբնական, հիմա ինչ է նշանակում, մենք ստադիոն չունենք, մենք լավ ստադիոն ունենք Աբովյանում, հիմա Աբովյանը մեծահարուստները կամ մեծահարուստը, որ մի հատ թիմ բայ է, ստադիոնում հանգիստ Աբովյանի կոտայքը կարող է ֆուտբոլ խաղալ, շատ լավ ստադիոն ունենք, մենք ստադիոն ունենք Արտաշատում, կարող են մի փոքր վերանորոգել եւ լինի լավ ստադիոն, որը որ մարզի թիմ կլինի, մենք ստադիոն ունենք Վանաձորում, չեմ ասում ձեր ստադիոնների նման, ուղղակի դուք վերցնում եք շատ ավելի պրոֆեսիոնալ ֆուտբոլ, որը որ միգուցե Արգենտինայում է, միգուցե բոլոր եվրոպական երկրներում են, բայց դա իրականում միանգամից չի լինի։ Իսկ ես ինչ որ խոսացի պետական աջակցությունը 200,000, 250,000, $5 միլիոն չափ, դա չի նշանակում, որ դա պետք է վերցնեն ու ինչ որ ստադիոններ կառուցեն։ Դա թիմերին կայունություն ուղղակի կբերի, որ մեզ մոտ որ մի քիչ հետ գնան, կտեսնեք քանի թիմը առաջնություններից դուրս եկել կամ ընդհանրապես գնացել են, կորել են, վերացել են եւ այլն, հենց այդ կապակցությամբ են գնացել կորել, որ գոնե փոքր ինչ որ հենարան չեն ունեցել։ Իսկ դա կտա մեզ հենարան առաջի քայլի համար։ Խոսքս դրա մասին է, հարգելի պարոն Մարգարյան, ոչ թե ինչ որ 200,000 կամ $5 միլիոն տրամադրեն, մենք գնանք ստադիոններ սարքենք։ Բնական է, որ դա իրականում շատ մեծ ծախսեր է կապված։ Բայց նայեք, տեսեք հիմա օրինակ Նոան հիմա սկսում է արդեն ստադիոնի կառուցումը, որը հիանալի է եւ ողջունելի։ Մեկ այլ մեծահարուստ սեփականատեր, որ մեկ հատ ակումբ վերցնի, նմանատիպ գործողություն կարող է լինի։ Նման ձևով, նման կերպ մենք մոտակա 10 տարում, 15 տարում կարող ենք ունենալ եւ ստադիոններ, եւ ավելի կայուն ակումբներ, ոչ թե ուղղակի թիմեր, կայուն ակումբներ, որը կտա մեզ հենարան, միգուցե տարիներ շարունակ, տարիներ հետո ինչ որ կայուն հավաքական, ազգային հավաքական ունենալու։ Խոսքս դրա մասին է։ Հիմա մեր հաղորդման վերջում ես ուզում եմ մի քիչ ձեր աշխատանքը այն ասում առողջ քննադատել, որտեղ ես ժամանակին շատ էի նայում Ալաշկերտի հանդիպումները, մանավանդ երբ որ եվրոպական առաջնությունների այդ սկիզբներ լինում այդ առաջի երկրորդ փուլերի այդ խաղերը եւ չեմ թաքցնում իմ համակրությունը, հա, ձեր հանդեպ հայկական այդ մարզիչների մեջ, որ բանանենք, հա, համեմատենք, միշտ համակրել եմ ձեզ, բայց մի հատ բայց կա, որը որ ոչ միայն ձեր մոտ է այդ խնդրեմը, այլ մնացած հայկական մարզիչներին։ Ես հիմա ուզում եմ խնդրեմը հասկանամ, դա տակտիկայի մեջ է, թե որ ասում է ստիպված քայլ։ Հենց անձամբ ձեր մասին խոսանք, հա, ձեր խաղերի մեծամասնությունը, որը որ ես դիտել եմ ժամանակին, գիտեք այդ ավտոբուզային այդ համակարգը, որ sense հետ էթանք ու sense մի հոգի, երկու հոգի մաքսիմում առաջ թողենք, դա հայկական ֆուտբոլի մանավանդ որ պաշտպաններն էլ եկեք անկեղծ լինենք, այդքան էլ որակյալ չեն, դա չի աշխատում։ Ինչու ավելի հարցակողական չեք խաղում, sense
կլնի էլի մեկ ագրեսիվ ֆուտբոլ, այն մեկ էլ մի բան հիշեց, էլի կներեք, հազար ներողություն, մեր հայ ֆուտբոլիստների մոտ մի բան եմ նկատել, որի բացատրությունը երևի դուք հեսա կտաք, այն ֆիզիկապես նայում ես առողջ տղամարդ, բոյով, ջանով, բայց այն երբ որ մրցակցի հետ sense այն հարված են լինում, վրս տապալվում են գետին։ Այդ թուլ են, թե վատ են պատրաստված, մացես պստիկ մեկը գգա այն մի ֆուտբոլից, մացես բանկանից կպարկեն։ Ինչա, սա ինչ-որ տակտիկա է դեղին քարտ տալու համար, թե չեմ հասկանում, էլի ես իրոք չեմ հասկանում։ Վերջի հարցից սկսեմ։ Այո։ Ուրեմն իրականում ճիշտ եք նկատել, որ ես վերջինս մի հատ հարցազրույց տվեցի մի քիչ երկար ծավալում, եւ ես նշել եմ, որ մենք պետք է ոչ թե ամբողջովին ծրագիր փոխենք, այլ ինչ-որ թեկուս մարզումային process-ի մեջ շատ կարևոր է, թեկուս մանկապատանեկան ֆուտբոլից սկսած, մենք պետք է ուշադրություն դարձնենք ուժի վրա ավելի շատ, ուժը ես հիմա մի քիչ պրոֆեսիոնալ լեզվով եմ խոսալու, ուժ որ ասեմ մարդիկ կամ չհասկանան կամ միգուցե դուք չհասկանաք, որ ինչ որ մենք պետք է ձեռնամարտով զբաղվենք կամ ինչ-որ, որտեղ ֆուտբոլում կա աշխատանքներ, հետևողական աշխատանքներ, ուղղվածություններ, որի մեջ մտնում է նաև ուժը լինում է ստատիկ, լինում է պայթուցիկ, լինում է ուժային դիմացկանություն, լինում է արագաուժային դիմացկանություն, այսինքն սրանք բոլի մեջ ուղղվածություններ են, որը շատ կարևոր է եւ հետևողական աշխատանքներից հետո ֆուտբոլիստը ամբողջովին պատրաստվում ֆիզիկապես։ Մեր ամենաթույլ կողմերից մեկը այսօրվա դրությամբ ես գտնում եմ, ու միշտ եմ գտել, դա մեր ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստականությունն է։ Ինչը պետք է մենք ավելի շատ ուշադրություն դարձնենք այսօրվա դրությամբ մեր ֆուտբոլիստների վրա, դա ուժն է, դա արագային դիմացկանությունն է, դա արագաուժային դիմացկանությունն է, որպեսզի ֆուտբոլիստը եւ ամբողջ թիմը 100 րոպե, որտեղ այսօր ֆուտբոլը տևում է 100 րոպեից ավել, 100 րոպե նույն մակարդակի վրա մոբիլ կարողանան ֆուտբոլ խաղալ դաշտում։ Այս կոմպոնենտները ուրվադությամբ մենք զիջում ենք բոլորին սրանցով։ Բոլոր աշխարհի հավաքականներին, ակումբային ֆուտբոլում մենք զիջում ենք։ Առանց այդել մենք մեր անդրամետիկ դանիներով ենք զիջում, որտեղ հայ ազգը այդքան հասակոպ չի, որը ասենք սկանդինավներն են, որը ասենք հոլանդացիներն են, որը ասենք գերմանացիներն են։ Բոլորին զիջում ենք այդ առումով։ Ու դրա հետ մեկտեղ եթե մենք չկարողանանք այս գործոնները, այս կոմպոնենտները դնենք մեր ֆուտբոլիստների մեջ, մենք ընդհանրապես այս վիճակն է տիրում, որը որ տիրում է։ Լավ, հիմա ես չանցնեմ նորից երիտասարդական հավաքականին տարիներ շարունակ ինչ վիճակում են, մանկապատանը 17 տարեկան մինչև 17-ը 15-ները, ազգայինը, այ հենց սրա հաշվին է, որ մենք շատ զիջում ենք։ Ինչ վերաբերում է, որ ասում են մենք գնդակով մենք շատ ուժեղ ենք, մենք որակյալ դա այդպես չի։ Մենք ոչ բրազիլիան ենք, ոչ իսպանիան, չնայած ասեմ դες բրազիլացիներն էլ, իսպանացիներն էլ, այսօր պորտուգալացիներն էլ իմ ասած կոմպոնենտների վրա ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան այդ միայն գնդակով խաղի վրա։ Անցել այդ ժամանակները։ Այսօրվա ֆուտբոլը տարեց տարի, օրեց օր, ամիս ամիս դառնում ավելի ուժային, ավելի կոնտակտային, ավելի դիմացկուն։ Հիմա եթե այս գործոնները, այս կոմպոնենտները մենք չմտցնենք մեր մեթոդիկայի մեջ, մեր մարզումային process-ի մեջ, մենք այսպես դոփելու ենք մեր տեղում։ Սա այդ փոքր, այսինքն մեծ երկար պատասխանեցի, բայց ձեր վերջի հարցի պատասխանը։ Ինչ վերաբերում է նայեք կապված Ալաշկերտին դիտել եք, նախ շնորհակալ եմ գնահատականի համար, որ ինձ գնահատական տվեցիք, բայց ինչ շատ դուր եկա, որ ասեցիք, արա դե գնացեք առաջ էլի, ինչ կլնի, ոնց ուզբողալնի, ֆուտբոլը այսօր մի հատ բան ունի, հարգելի պարոն Մարգարյան, դա արդյունքն է, դա 3 միավորն է և հաղթանակն է, ոնց ուզում ես խաղա, ինչ ուզում ես արա, եթե կա արդյունք 3 միավոր հաղթանակ, նշանակում է դու հաջողել ես, համ տակտիկապես ես հաջողել, համ էլ բոլոր առումներով։ Ձեր ասած մեր ավտոբուսը, թեկուզ իմ ավտոբուսը կամ այս ավտոբուսը տվել է 4 տարի Ալաշկերտին չեմպիոն։
տվել է բազմաթիվ Եվրոլիգայում, Չեմպիոնների լիգայում հաղթանակներ։ Ու իմիջիալոց ասեմ, հա, այս ինչ որ տեսել եմ ելին ասել, այդ ավտոբուսով մենք դրել ենք ռեկորդ, խփելով գրեթե մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլերը, եթե ես ավտոբուս եմ խաղացել, էլի չգիտեմ, այդ ամենաշատ գոլերը ոնց եմ խփել, չգիտեմ, թիմային, եւ բաց ենք թողել ամենակիչ։ Դրա համար նորից եմ ասում, գիտեք, ինչ վերաբերում է, ասենք, մարդիկը ուզում են տեսնել ինչ-որ գեղեցիկ բաներ, բայց դրա ժամանակը անցել է։ Այսօր անգամ Մանչեսթեր Սիթին գեղեցիկ ֆուտբոլ չի խաղում։ Այսօր անգամ Բարսելոնան գեղեցիկ ֆուտբոլ չի խաղում։ Եթե անհատներին մի փոքր չվերցնենք, ասեմ, յամալն է կամ ինչ-որ երկու բան անում են, ավելի խաղում են պրագմատիկ ֆուտբոլ, որտեղ պրագմատիկ ֆուտբոլն է բերում արդյունք։ Պատկերացրեք, որ ասենք դուրս գա մեկը, ես լավ դուրս գամ կամ որևէ մեկը ասեմ գնացեք, խաղացեք, հարցակողական ֆուտբոլ, գնացեք առաջ հետ մի եկեք, մեկ խաղ գնացինք, հենց ասեցին, մենք հարցակողական ֆուտբոլ արեցինք շատ լավ, երկրորդ խաղը ասեցի, բայց կամերը պարտում են, այդ երրորդ խաղը ինձ կհանեմ աշխատանքից հարգելու պարոն Մարկարյան, դրա համար շատ կարևոր է մի բան այսօրվա ֆուտբոլում։ Դա վերջնական արդյունքն է։ Այս վերջնական արդյունքը դա հաղթանակն է եւ երեք միավոր։ Պարոն Խաշմանյան, օրինակ խոսքը ավելի շատ վերաբերվում էր այն դեպքերում, երբ որ թիմը պարտվում է, բայց հələ շարունակում է այդ նույն ինձ հետ մտածում։ Չէ, դա կարծում եմ արդեն անընդունելի է։ Հիմա դուս ձեր աշխատանքից Հայաստանի հավաքականի հետ շատ է եղել, որ թեկուս մի հատ գոլ է խփում սկզբից ու սաղ թիմը գնաց, սենց մտնում է հետ ու ես առանց բանի վարանելու ես ասում եմ, այս թիմը 15 րոպե հետո գոլ է ուտելու, որտեվ հակառակորդ թիմը ամբողջ թիմով գալիս է առաջ, լինելով ֆիզիկապես լավ պատրաստված, որը որ դուք արդեն նշեցիք, վաղ թե ուշ այդ սխալը լինելու է եւ կամ օթային պայքարում են պարտվելու կամ անձնական ինչ որ մի սխալա մի պաշտպան անելու, քանի որ որակներն էլ այդ ձև բարձր չեն, ոնց որ Ռեալ Մադրիդը ոնց ավտոբոզային կերպով հաղթեց Մանչեսթեր Սիթիին, հիշում եք այդ խաղը Սիթիի դաշտում, այդ պաշտպանությունը մենք չունենք, ոչ էլ այդ դարպասապան ունենք, որ այն սեյվերն անի, որ ասես մալադեց։ Եվ ասում եմ, այդ ստրատեգիան պարտվելու եք, որտեվ գոլ եք ուտելու եւ պարտվեք։ Ինչի՞ չեք եթում երկրորդի հետևից, քանի որ դուք գոլ խփել եք, իմ ասած ինչա, հակառակորդը միշտ ձեզ իրան վերադասում, ասում է, այսի Հայաստանն է։ Մենք գիտենք հոգեբանությունը, հա։ Այդ հոգեբանությունը այդ ձևա Հայաստանն է, իրանով է ճանաչելու։ Այդ հալու եմ գոլ խփեմ, հեսա թափով ուզում է փրկի խաղը։ Իրանք առաջ են գալու, ինչու դուք հակագրով չեք որոշում։ Ունեք արժևում լավ խաղացողներ, լավ ճակերտների մեջ ասած արագընթաց խաղացողներ։ Ժամանակին կար Արազոս Բիլիսը, ժամանակին կար Թեկուս Հենոն, Յուրա Մովսիսյանը, որ երևի միակ ֆուտբոլիստն է այդ Հայաստանի պատմության մեջ, որ ֆիզիկապես լավ պատրաստված էր։ Գնացեք խփեք։ Հակագրոյի ֆուտբոլա, ժամանակները փոխվել է։ Պարոն Մարկարյան, դուք լավ տվյալներ ունեք, լավ մարզիչ դառնալու համար ասեմ։ Ձեր մտքերը շատ լավն են։ Ասեմ ձեզ, որ նայեք, ոչ թե հակառակորդը ամեն ինչ կախված է, ինչ ֆուտբոլիստներ ունես դուք ձեռքի տակ։ Որ ասում եք, մենք գոլ ենք խփում, հետ են գալի, ճիշտ ասած ես չեմ հիշում, այսքան ժամանակ մենք ենք գոլ խփել, որ հետ էլ գանք, մի խաղ կարող է հաղթենք մի թարժի մեջ, բայց սա ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների անհատական վարպետությունից, ամեն ինչ կախված է ինչ ունես դու քո ձեռքի տակ, բնական է, եթե ֆուտբոլիստները ուժեղ են, կա մարզչական ձեռագիր ու խելք, չեմ կարծում, որ որևէ մեկ ակումբ կամ որևէ մեկ հավաքական խաղային ֆուտբոլը, որը որ դուք նշեցիք։ Դա գալիս է մեր խաղամակարդակից, դա գալիս է ենք պաշտպանվում, այլ հակառակորդն է ստիպում, որ մենք պաշտպանվենք, որտեղ բոլոր ֆուտբոլային գործոններով միգուցե առավելություն ունեն։ Իսկ ձեր ասած այդ ինչ որ նշեցիք, ու ես նայում եմ դուք ինչ էմոցիայով եք խոսում, ինչ սենց սրտով եք խոսում, այսինքն սենց վարվում եք, էլ այդ շատ լավ է, բայց կան բաներ, որ ես մի քիչ առաջ նշեցի, որ
Դրանք են որոշիչ գործոնները։ Ես չնայած փոքր հասակին ներկա եմ գտնվել խաղերին, որտեղ մենք սկսել ենք հաղթելով եւ պարտվել ենք եւ ես դա չեմ մոռանում, հենց դեկուս ճիշտ ասած թիվը չեմ հիշում, բայց Ուկրաինայի հետ էինք մենք խաղում, մենք սկսանք հաղթել 2-0, բայց հետո 3-2 պարտվեցինք, չեմ մոռանա, թե հենց Արթուր Պետրոսյանի գոլը չեմ մոռանա, իմ կարծիքով Հայաստանի անկախ Հայաստանի պատմության մեջ ամենալավագույն ֆուտբոլիստն է, չնայած շատերը Հենրիխ Մխիթարյանին կնշեն, իսկ ինձ համար ամենալավագույն ֆուտբոլիստն է եղել, անկախ Հայաստանի մասին է խոսքը, որ հանգարց չառանձնացնենք, եւ այդ էմոցիաները ինձ դրանից է գալի, որ պաշտպանություն, գոլ, պաշտպանություն, գոլ, պաշտպանություն։ Այ դրանից է այդ էմոցիաները գալի, պարոն Խաշմանյան։ Եվ վերջում այմա իսկականից Հայաստանի, անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստը, խնդրեմ։ Հարց եք տալիս եք։ Այո։ Անկախ Հայաստանի միանշանակ Հենրիկ Մխիթարյան։ Իսկ լավագույն մարզիչ։ Ես դրա մասին ինձ թույլ չեմ տա խոսել, որովհետև գոլեգաներեն ես էլ մտնում եմ այդ ցեխի մեջ, դրա համար մի քիչ կոռեկտ չլինի։ Եվ հաղորդման ավարտին խնդրեմ ձեզանից լավագույն լավատեսական նոտայով ավարտենք, խնդրեմ։ Ձեր մտքերը ինչ է մեզ սպասվելու, ինչ լավ բան միայն, խնդրում եմ լավ բան։ Իհարկե, չէ, դա չի նշանակում, որ մենք զրուցեցինք բավականին երկար եւ կարծում եմ մեր զրույցը շատ էֆեկտիվ է։ Լավ բան գիտեք, ես նշեցի, լավ բանը կլինեն, որ այս օրինակ ասենք այն մտքերը, այն պատկերացումները ինչ որ խոսացինք միասին, ու ասեմ, ես միայն ձեր հետ չեմ խոսացել դա, ես խոսացել եմ նաև ֆուտբոլային պաշտոնյաների հետ եւ իմ մտքերն եմ տվել, ինչ որ այդեաներ եմ առաջարկել, բայց ոչ թե ինչ որ ես ուղղակի ես գտնում եմ, որ միայն տենց կարող ենք մենք կայունություն ունենալ եւ առաջընթաց ապրել։ Թե չէ, ասենք լավ նոտայով ավարտենք լավագույն բաներ, նորից եմ ասում, կարող ենք շատ քաղցր բաներ ասել, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Մենք պետք է գործողություններ անենք, մենք պետք է քայլեր անենք, մենք պետք է ազնիվ վերլուծություն անենք, հասկանում եք, մենք պետք է առողջ մտածելակերպ ունենանք, այդ դրանից հետո նոր մենք կարող ենք առաջընթաց ապրել, պետք է թողենք այդ զանգերը, այդ ասեցի հայկական տալից հետո մեր ընկերնա, մեր աղբերնա, Քավոր Սանիկեն, Հորքուրի, Մորքուրի, Հարսի, ես եմ, պետք է թողենք այդ ամեն ինչը։ Մեր ամենամեծ խնդիրը կայանում է դրանում։ Հասկանում եք, միջև դա մենք չթողենք։ Ես չեմ ասում, չէ, կարա լինի բարեկամը, չգիտեմ, մոտիկա, բայց այդ բարեկամն էլ, այդ մոտիկն էլ, այդ ով ուզում է լինի, նրանք պետք է լինեն պրոֆեսիոնալ մարդիկ, որ միայն գործին հաջողություն բերեն եւ գործընթացը առաջ գնա։ Ես չեմ ասում, որ պետքա չլինեն, իհարկե պետքա լինեն, թող լինեն, բայց գործընթացին չխանգարեն։ Ֆուտբոլը միակ ասպարեզն է, պարոն Մարգարյան, որ ոչինչ չես թաքցնի։ Որտեվ դաշտն է, բոլորը ամեն ինչ երևում է։ Սա խանութ չի, որ բերես մեկին հարևանին կամ ընկերոջը նստեցնես ընդ դուրը պագես եւ ոչինչ չերևա։ Սա միակ ասպարեզն է, որ հելնում է ջրերից։ Այսօր էլ ջրելնի, վաղը հելնելու է։ Դրա համար այդ խոսալն էլ, կենաց ասելն էլ, դեմագոգիայով զբաղվելն շատ կարճ է տևում։ Դրա համար լավատեսորեն ասեմ, մենք հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի մոտապետին։ Իսկ ես լավատեսորեն ասեմ, հույս ունենամ ձեր պես մասնագետներ ավելի շատ կլինեն Հայաստանում, որոնք որ կօգնեն հայկական ֆուտբոլը բարգավաճելու եւ ծաղկելու, գոնե այստեղից մի 20 տարի հետո գոնե այս լավատեսությամբ էլ եկեք ավարտենք։ Ես շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը, ճիշտ ասած այնքան հարցեր կա, բայց որ մենք ամեն բանի մասին խոսանք, այսօր չենք ավարտվի։ Հույս ունենամ ապագայում նորից հյուր կգաք եւ շարունակենք։ Սիրով պատրաստ եմ, շնորհակալ եմ ձեզ համար, հարգանքներս ձեզ շատ հաճելի էր։ Հուսամ հետագայում էլ մենք հանդիպենք, թեկուզ առօրյա կյանքում։ Շնորհակալություն, ստեսություն, հաջողություն, իսկ մեր ժողովրդին խնդրեմ չմոռանաք դնել ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվության գնահատում եք իմ աշխատանքը։ Հիշեք, որ ընդամենը ձեր ակտիվությամբ այսօր գնահատեցիք ոչ միայն իմ աշխատանքը, այլ պարոն Խաշմանյանի աշխատանքը։
Ստեսություն, հաջողություն։